Հիվանդացել ես, ուզում ես օգտվել անվճար բուժօգնություն ստանալու քո սահմանադրական իրավունքից, հիմա դու ունես այդ իրավունքը։ Իսկ գիտես, որ գործող սահմանադրության այս հոդվածը նախագծում փոխվել է։ Սահմանադրության առաջարկվող նախագծի հաստատման դեպքում անվճար բուժօգնություն ստանալը այլևս յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքը չի լինի։ Չես կարողանում ապահովել ընտանիքիդ կենսամակարդակը, չունես բնակարան։ Հիմա քո սահմանադրական իրավունքն է պետությունից պահանջել քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Առաջարկվող նախագծով պետությունն այլևս պարտավոր չի լինի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար։ Աշխատանք ունես։ Աշխատանքիդ դիմաց արդարացի եւ նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալը առաջարկվող նախագծով այլևս մեր սահմանադրական իրավունքը չի լինի։ Ինչ անել։ Գուցե դիմել սահմանադրական դատարան։ Դրա հնարավորությունն ունենք գործող սահմանադրությամբ։ Մենք արդեն օգտվել ենք այդ հնարավորությունից։ Հիշենք կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքը։ Բայց առաջարկվող նախագծով աշխատանքային պայմաններին, սոցիալական ապահովությանը, անհրաժեշտ կենսամակարդակին եւ առողջության պահպանությանը վերաբերող հոդվածները իջեցվել են օրենքի մակարդակի։ Օրենքն է սահմանելու այս իրավունքները եւ ոչ սահմանադրությունը։ Այս իրավունքների խախտման դեպքում այլևս հնարավոր չի լինի դիմել սահմանադրական դատարան։ Կարծում ես, որ սեփականության իրավունքի իրականացումը պետք է վնաս չպատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը։ Այո, գործող սահմանադրությամբ այդպես է, իսկ առաջարկվող նախագիծը այլևս չի դնում այս պահանջը։ Կարծում ես, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրել իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում։ Այո, հիմա այդպես է, բայց առաջարկվող նախագծով դա այլևս մեր սահմանադրական իրավունքը չէ։ Կարծում ես, որ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար։ Այո, այդպես է գործող սահմանադրությամբ։ Առաջարկվող նախագծում դա այլևս սահմանված չէ։ Դեմ ենք այս փոփոխություններին։ Ուզում ենք մեր իրավունքների պաշտպանության համար խաղաղ հավաք անցկացնել։ Գործող սահմանադրությունը մեզ չի սահմանափակում։ Յուրաքանչյուրս ունենք խաղաղ առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք։ Բայց սահմանադրության նախագծում այն լրացվել է այս արտահայտությամբ։ Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով նախատեսված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա։ Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում։ Նախագծի հաստատման դեպքում ստիպված ենք լինելու ամեն անգամ ապացուցել, որ հավաքն ինքնաբուխ է։ Այսքանից հետո դու դեռ կարծում ես, որ սահմանադրությունը կապ չունի մեր ամենօրյա կյանքի հետ։ Իսկ գուցե խնդիրն այն է, որ այդպես ենք մտածում։